Դեկտեմբերի 25-ին ժամը 19-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա հնագույն երաժշտության տաղարան համույթի տոնական համերգը։ Ինչ է սպասվում համերգին եւ ընդհանրապես ինչպես է ապոփվում տարին տաղարան համույթը կպարզենք մեր հյուրերի հետ։ Ներկայացնեմ մեր հյուրերին տաղարան համույթի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեթրակ Երկանյան, համույթի ֆլեյտահարուհի Մարիամ Մայիլյան։ Բարի լույս։ Բարի օր, շնորհակալություն դրական տրամադրությամբ եք դուք եկել, այսպես դասական շունչ եք մտցրել մեր տաղավար։ Եկեք խոսենք բուն աշխատանքից եւ դեկտեմբերի 25-ին սպասվող արարողությունից, միջոցառումից։ Շոյված ենք հաջողախոսությունից։ Մանավանդ երբ տեսնում ենք մեր դիմաց հայ գեղեցկուհիներ։ Մենք ենք շոյված։ Մենք ինչքան շոյվեցինք։ Գալով ձեր հարցին, մենք ամեն տարի մեր տարեվերջյան համերգը որպես տոնական ենք ներկայացնում։ Կարծես ամփոփումը լինի մեր ողջ տարվա համերգային գործունեության։ Ոչ միայն ձեռքբերումների առումով, այլ նաև ինչ-ինչ ստեղծագործություններ առաջին անգամ կատարելու, հնչեցնելու մեր երկացանքի առումով, մանավանդ նաև այդ առումով։ Հիմա այս համերգը կառանձնանա հետևյալ ձևաչափով, թե կլինեն բարոկ երաժշտության նմուշներ, թե կլինեն ռոմանտիկ շրջանի ստեղծագործություններ եւ նաեւ մեր հայկականը սկսած նախաքրիստոնեական շրջանից մինչև մի քանի 100-ամյակ առաջ։ Սա մեր, այսպես ասած, բանն է, համերգի բնութագիրն է մոտավորապես։ Էլ ինչ ասեմ, հարց տվեք։ Պարոն Երկանյան, մի քանի տասնամյակ արդեն ղեկավարում եք, այս ընթացքում մոտ 300-ի, եթե ոչ ավել ստեղծագործություններ կարծեք, թե կրկին այսպես ակունքներից հետ եք բերել, նոր մոտեցումներով, ինչ են նրանք իրենցից ներկայացնում, որոնք են առաջին անգամ ներկայացնում սրանց մեջ, մի քանի 100-ն են դրանք։ Այո, վերջի ձեր ասածը ավելի մոտ է իրականությանը, մի քանի 100, երևի արդեն 1000-ի հասնող։ Այդքան արդեն։ Եթե նկատի ունենանք, որ պարապ տեղը չենք ասում, հազարամյակների մշակույթի դեր ժողովուրդ ենք։ Գործով եք արդեն ապացուցում, որ ըստ էության դրանք կան։ Մենք փորձում ենք մեր ուժերով ապացուցել, որ իրոք դա մեր հարստությունն է։ Ես պատահաբար չնշեցի, որ նախաքրիստոնեական շրջանի, հա, երկու նվակներից մինչև գրեթե այս օրերը։ Այսինքն պարապ խոսելս ո՞րն է, գործով պիտի ապացուցես։ Այդ գործը այն աշխատանքն է, որ թե մինչ ինձ են արել, թե ես փորձում եմ շարունակել այդ ավանդույթը, պեղել, գտնել այն ստեղծագործությունները, մանավանդ, որոնք քիչ հայտնի են մեր հասարակությանը եւ նորովի ներկայացնելով, մեկնաբանելով, վերադարձնել ժողովրդին, եթե ժողովրդին հետաքրքիր է։ Վստահաբար նրանց հետաքրքիր է։ Ինչպես է ընտրվել ծրագիրը։ Արդեն ասեցի, ոնց որ ամփոփում լինի, գիտեք, մեր երկացանքը բաժանված է, այսպես ասած, մի քանի մասերի։ Թե հայկական երաժշտություն իր ժողովրդային եւ հոգեվոր մասերով, թե բարոկ, եվրոպական բարոկ, եվրոպական միջնադար, ինչպես նաև քանի որ մենք հնագույն երաժշտության ոլորտի անսամբլ ենք, փորձում ենք ներկայացնել նաև տարբեր ժամանակներում եղել են առանձին չինական երաժշտության ծրագրեր, ամերիկյան, նեգրո
հոգևոր երգեր, ունեցել ենք շատ տարբեր երկրների, հա, միջնադար եւ բարոկ շրջանի ստեղծագործությունների երեկոներ։ Սա մեր առաքելությունն է, քանի որ հնագույն երաժշտության, հա, երաժշտախումբ ենք, ուրեմն պիտի մեր ոլորտի մեջ հիմնականում մնանք։ Բայց սա չի նշանակում, որ մենք երբեմն հայացքներս չենք փախցնում նաեւ ուրիշ դաշտ, օրինակ ջազային ինչ որ բաներ, բազմաժանր է այս։ Հեղինակային երգեր, այո, Մարիամը ճիշտ է ասում, իսպանականը անցյալ տարի, այս տարի արդեն իրականություն դարձավ եւ մենք կարողացանք Հայաստանում առաջին անգամ ներկայացնել մի ամբողջական իսպանական սարսուելաների շարք, որ մեր աղջիկները շատ լավ երգեցին, երաժիշտները շատ լավ նվագեցին։ Մարիամի ըստեյության բավական պատասխանատու աշխատանք է վստահված։ Կխնդրենք մի փոքր անդրադառնալ ձեր դերակատարության այդ ներկայացմանը համերգին։ Ես արդեն 20 տարի աշխատում եմ Տաղարան համույթում որպես ֆլեյտահարուհի։ Մեր դերը, քանի որ Տաղարան անսամբլը ինքը դասական անսամբլ չէ, տիպիկ, այսինքն այնտեղ ներգրավված են նաև դասական գործիքներից բացի ժողովրդական գործիքներ եւ ինչպես մայստրոն ասեց, երգացանկը մեր, նվագացանկը շատ բազմաժանր է, ամեն գործիք իր դեր ունի այստեղ։ Ես որպես ֆլեյտահարուհի ներկայացնում եմ ինձ տրված ձայնաբաժինը եւ ամեն ձայնաբաժին այստեղ եզակի է, որովհետեւ մեկ հոգի է կատարում։ Ամեն գործիքից եզակի է, ամեն ձայնաբաժին իր ուրույն գիծ ունի։ Նաև գործիքների այսպես վերարտադրության գործում, ընդգրկման գործում համույթում մեծ դերակատարում ունեք։ Ինչպիսի գործիքներ եք օրինակ տարիների ընթացքում վերհանել։ Կան այդպիսիք։ Կան, բայց մինչև այդ հարցին անդրադառնալը թույլ տվեք ասել, որ Մարիամը համեստություն արեց եւ չնշեց, որ վերջերս մենք բացի առաջիկա տոնական համերգին ունեցել ենք էլի մի քանի տոնական համերգներ, որոնցից մեկը Մարիամի հոբելյանական երեկոն էր, մենք նշեցինք իր աշխատանքային 20-ամյակը, հա, եւ ոչ միայն այդ երեկոյի ընթացքում, այլև չասեմ շատ հաճախ, բայց բարբերաբար Մարիամը ելույթ է ունենում նաև իր մենանվագներով, դա կլինի փոքր ծավալի ստեղծագործություն կամ ավելի մեծ կոնցերտներ եւ այսպես։ Մարիամ, շնորհակալ եմ։ Գործիքների ընտրության հարցում այն գործիքները, որ ի սկզբանե եղել են 81 թվականից երբ հիմնադրվեց, դրանք մեկական ջութակ, թավջութակ, մեկ ֆլեյտա, որքան հիշում եմ կլավիսին, հոբոյ, տարիների ընթացքում ես ընդլայնեցի կազմը, արդեն ունենք մենք լարային կվինտետ, կազմում երկու ֆլեյտա, բլուլ, դուդուկ, հոբոյ ֆագոտ, ժողովրդային գործիքներից կանոն, ուտ, սանթուր եւ բնականաբար եթե մենք ներկայացնում ենք բարոկ երաժշտություն, ուրեմն մշտապես ներկա է կլավիսինը եւ երգեհոնը։ Որպես նոր գործիք, գիտեք, տարիներ առաջ արդեն երևի 10 տարուց ավել է մեր ջանքերով ստեղծեցինք հայկական սանթուր, բաս սանթուր, աշխարհում միակ առաջի, այսպես ասած, գործիքն է, որ մենք ունենք, այսինքն մենք փորձեցինք սանթուրը նախ հայկական տիպի եւ մի օկտավ ներքև բասային հնչյուններ ունենա, որպեսզի իր կատարողական ձայնածավալ ավելի մեծ լինի եւ ավելի մեծ ներգրավվածություն ունենա պարտիտուրի մեկնաբանման առումով։ Մենք հույս ունենք, որ եկող տարի կամ եկող տարիներին կթարմացնենք մի շարք գործիքներ, կփորձենք դիմել համապատասխան մարմինների կամ աջակիցների, որպեսզի մեր գործիքները թարմանան եւ ավելի որակյալ գործիքներ
կարողանանք ձեռք բերել, որպեսզի մեր աշխատանքը շատ ավելի լավ երևա, հա։ Ուր է 5 գործիքի, արդեն հոգնած գործիքի վրա այդ ամեն ինչը ջանքերը թափես, ուր է նոր որ բոլորովին ուրիշ փայլ կտա։ Քանի որ խոսեցիք Մարիամի գործունեության մասին, խոսենք նաև համույթի գործունեության մասին, քանի որ այսպես տարի ենք ամփոփում, ինչ է կատարվել 2025-ին եւ ինչ սպասենք 2026-ին գալիք տարում։ Ինչ կատարվեց 2025-ին, Մարիամ, որ մոռանամ կհիշեցնես։ Անպայման, տեսած տղան դրա։ Հիմա տեսեք, այնպես ստացվեց, որ այս հաղորդմանը գալուց մտածում եմ ինչ պիտի ասեմ, ինչ պիտի խոսեմ, ինչ հարցեր պիտի տան։ Ու քանի որ թեման տոնական համերգն էր, սրա մասին արդեն խոսեցինք։ Մարիամի տոնական համերգից խոսեցինք։ Հա։ Ես կարծում եմ, որ տարին նաև եղավ բարեբեր այն առումով, որ մենք էլի մի տոնական համերգ ունեցանք, դա սեպտեմբերին էր, մենք նշեցինք Ավետիք Իսահակյանի 120-ի թերևս ասեմ։ ամյակը։ Այո։ Եվ ամբողջ երեկոն ներկայացրեցինք իր խոսքերով գրված տարբեր կոմպոզիտորների երգեր։ Կարծում եմ սա Առ այսօր այո, նրա խոսքերով շատ շատերի համար։ Մեզ համար Շերամներ նաև 115-ամյակը։ Ջան, այդ ես տարի էր, թե անցյալ տարի։ Մարիամը ճիշտ ասեց, դրա համար է որ հուշի ամեն բան։ Մարիամ, բայց 115-ը անցյալ տարի էր։ Մենք այս տարի վերանշեցինք իր 116 համերգը։ Բայց մի կարևոր բան էլ ասենք, Մարիամ, երկար ընդմիջումից հետո, երկար անտեսված լինելուց հետո Տեր Աստված։ Մենք համերգներով հանդես եկանք Աթենքում։ Հյուրախաղերի եք մեկնել։ Հյուրախաղերի մեկնեցինք եւ դա այս տարվա մեր ամենահիշատակելի պահերից մեկն է Հայաստանի եւ Հունաստանի մշակույթի նախարարների հանդիպման բերումով մենք ներկա եղանք այնտեղ միջկառավարական ատեստացիան։ Այո, մեզ ներկայացրեցին որպես Հայաստանի, հա, դեսպան ներկայացուցիչ թերևս։ Ինչ եք ասել։ Մարիամ, ձեր հասարակագիտների մասնակցությունը ինչպիսին է համույթի ներգրավվելու, ինչ եք նկատում։ Տաղարան անսամբլում համարյա թե բոլորը իմ հասակակիցներն են կամ ավելի երիտասարդ, որովհետև մայստրոն միշտ թարմացնում է։ Հենց այդ սերնդափոխությունն եմ ուզում հասկանալ, ինչպես է կատարվում։ Ես ասում, միշտ թարմացում է։ Չկա նորմալ։ Այսպես գալիս են ու ամեն ինչ պատմում։ Երիտասարդ կազմ է ամեն դեպքում Տաղարան անսամբլը։ Ամենաերիտասարդը ես եմ, չէ՞։ Մայստրոյի գլխավորությամբ։ Այո։ Երիտասարդ կազմը եւ ինչպես մայստրոն ասաց, այս տարի տոնական համերգ պիտի նշենք, ամեն տարվա վերջին Տաղարան անսամբլը ունենում է իր տոնական համերգը եւ այդ համերգին ինձ ըստիս ընդգրկվում են տարվա մեջ հնչած մեր համերգների ամենալավագույն համարները։ Այս տարվա նաեւ բացառիկ համերգներից մեկն էր մայստրոյի գործիքավորմամբ եւ մշակումներով իսպանական ցարսուելաների նվիրված համերգը եւ այս դեկտեմբերի 25-ի համերգին նույնպես ընդգրկված են լինելու, որոնք կարծես տոնական շունչ են հաղորդելու։ Իրականում սիրում ենք մենք իտալա-իսպանական այդ ունեցել մեղեդիները, ենք մեր մշակույթին, հոգեկրթվածքին։ Այո, նեապոլիտանական երգերի համերգեր ենք ունեցել, որ նույնպես շատ լավ եւ հանդիսատեսի կողմից եւ մեր երաժիշտներից կողմից շատ լավ է ընդունվում։ Արդեն մյուս տարի նաև շատ կարևոր մի տոն պիտի լինի, չգիտեմ ես ասեմ թե դուք։ Ասա, Մարիամ ջան։ Սկսել եք Տաղարանը արդեն մոտենում է կես տարիա իր գործունեությանը, այսինքն մյուս տարի պիտի նշվի 45-ամյակը Տաղարան անսամբլի եւ մենք բոլորս սիրով կսպասենք մեր տոնական նաև հոբելյանական համերգին։ Ճիշտ է։ Այդ մասով կան որևէ այլ տեղեկություններ, թե ինչ է սպասվելու, երբ է դա լինելու, թե դեռ ոչ։ Դա մյուս տարի կասենք։ Մենք անհամբեր կսպասենք ձեզ նաև մյուս տարի։
Պարոն Երկանյան, քանի որ Մարիամը քիչ առաջ խոսեց հանդիսատեսի մասին, որ հավանում են իսպանական ռիթմերը, առհասարակ մեր հանդիսատեսը վերջին շրջանում կարծեք թե ժողովրդիկների ժողովրդական երաժշտության հանդեպ մի տեսակ ավելի ակտիվացել է, թե ինձ է դա թվում։ Ինչպես կգնահատեք վերջին տարիների դինամիկան, երբ նայում եք հանդիսատեսին։ Նայեք, շատ պատասխանելու համար այդ հարցին չեմ ուզում միանշանակ լինել։ Գիտեք, ամեն երաժշտախումբ, ամեն դալիճ իր կարծես ունգնդիր ունենա։ Ասենք մարզահամերգայինը իր ունգնդիր ունի, որ երբեք կամերային տուն չի հաշվի։ Կամ կամերայինի, այսպես ասած, փորձառու դասական երաժշտություն լսողը երբեք մարզահամերգային չի գնա։ Եվ այսպես շարունակ։ Իմ խնդիրը առաջին հերթին Տաղարան համույթի գեղարվեստական ղեկավարությունը ստանձնելու պահից եղել է այն առաքելությունը, որ պետք է սերունդ կրթել, լուսավորել, մանավանդ լրացնելով այն բացերը, որ կա մեր իրականության մեջ, որպեսզի մեր հայ հասարակությունը կարողանա լավ տարբերել հայկական ժողովրդական երգի թե տեսակը, թե նրա մեկնաբանման տեսակները եւ կարողանա տարբերել որն է դասական մատուցումը, որն է, այսպես ասած, ժողովրդական, ոչ պրոֆեսիոնալ մատուցումը, որովհետեւ երբեմն, գիտեք, շփոթ է առաջացնում, ասում են ինքը շատ բնական է երգում։ Հա, այդ դրա հետ համաձայն եմ, բայց բնական կարելի է երգել վատ, ոչ պրոֆեսիոնալ, եւ կարելի է երգել ձայնը մարզեցված, մշակված լինելուց հետո։ Օրինակի համար Կոմիտասն էր երգում բնական, բայց ինքը ուներ բացառիկ ձայն նախ բնությունից, հետո ձայնը մարզել էր Գերմանիայում, այսինքն անցել էր Այդ ժամանակի լավագույն կրթությունն է ստացել։ Ես ամբողջ 30 տարիների ընթացքում, որ ղեկավարում եմ եւ ավելի տարիների ընթացքում, որ ղեկավարում եմ, փորձում եմ հասկացնել, մատուցել, որ անգամ ժողովրդական երգը պիտի կարողանալ մատուցել այնպես, որ ինքը ունենա ոչ թե ժամանցային նշանակություն, այն մնայուն արժեք դառնա, որովհետև յուրաքանչյուր հնչյուն, որ եթե իր տեղում չի, ձայնի մաքրության, բարձրության, բնույթի, տեսակի, ուրեմն ինքը չի կարող հավակնել արժեք դառնալու։ Ինքը այդ պահին կհնչի եւ կգնա։ Ու չի թողնի հետք, չի թողնի մտորելու առիթ չի դառնա, թե ինչու այդպես։ Տեսեք, մենք օրինակ շատ ենք սիրում եւ իրականում էլ արժանեն այդ տղաները։ Նարեկ Հախնազարյան, Սերգեյ Խաչատրյան։ Ինչի ենք սիրում, որովհետեւ նրանք այն տեղից են, այն հնչյունի դեսպաններն են։ Դրա համար էլ համաժողովրդային սեր են վայելում։ Իմ ցկտումը դա է, որպեսզի մեր հնչյունները լինեն այն տեղի դեսպանները։ Թեկուզ պարզ ժողովրդական երգ մատուցելուց։ Շնորհակալություն ձեզ այս տարի եւ առհասարակ տասնամյակների ընթացքում կատարած աշխատանքի համար Բեղուն, նույնքան Բեղուն տարի ենք ցանկանում 2026-ին։ Խափանք ելույթ, մենք վստահ ենք, որ մեր հեռուստադիտողներից շատերը այդ օրը ներկա են գտնվելու։ Շնորհակալություն մեր հեռուստադիտողին այսօր մեզ հետ լինելու համար, այս տոնական եթերը, այս օրերի ընթացքում դուք դիտում եք թե եթերը եւ տեսնում թե իսկապես ինչպես պետք է ճիշտ եւ այսպես մշակութամետ ձևով իրականացնել եւ տոնել ամանորը։ Ցտեսություն։